Շնորհակալություն։ Ես երկու հարց ունեմ։ Շատ կարևոր է ճանապարհները, որոնք որ վթարավտանգ են, դրանք պետք է ուղղակի այնպիսի վիճակագրություն լինի, որ այս կամ այն տեղում երբ որ կարգավորել եք, ինչքան է նվազել, չկար, որ հասկանանք Հայաստանի Հանրապետությունում, եթե բոլոր վթարավտանգ ճանապարհները մենք վերափոխենք, ինչ կարգի մենք ինչ աստիճանի կնվազի վթարները եւ ինչ աստիճանի մենք զոհերի թիվ կունենանք նվազված։ Սա պետք է մյուս ինստիտուտների հետ նույնպես դուք վերլուծեք, նկատի ունեմ ոստիկանությունը նույնպես պետք է ձեզ տա այդ վթարների դեպքում ինչ ա եղել ուղիղ այդ տեղում, որտեղ որ վթարավտանգ են եղել։ Սա առաջինը։ Երկրորդը շատ մեծ դժգոհություն եմ ես ուզում հայտնել, որ միտեղ վերանորոգում ա գնում, միլիարդներով գումարներ են պետությունը վճարում, որպեսզի վերանորոգեն ճանապարհները, բայց այդ նախազգուշացնող նշանները շատ ավելի կարճ է։ Նույնը եւ բենզալցակայաններում, գազալցակայաններում միանգամից հենց մայրուղու վրայից միանգամից գնում է աճ։ Արտասահմանում այդպես չի։ Մի քանի 100 մետր առաջ նախազգուշացնում է եւ ավելի իրան աճ ճանապարհ է տալիս։ Դուք հիմա նոր ճանապարհներ գծում եք, բայց չեք գծում, որ նա ով պետք է գնա այս կամ այն հասարակական բենզալցակայան կլինի, չգիտեմ, խանութ կլինի, ինչ կլինի, երբ որ նա պետք է գնա աճ, միանգամից այս ճանապարհի վրա եւ միանգամից աճ է գնում։ Դուք պետք է մի քանի 100 մետր հնարավորություն տաք, որ նա ընդհանուր մայրուղու չշեղվի։ Այդ շեղումները ես չեմ տեսնում եւ ցանկացած վերանորոգման աշխատանք միանգամից գալիս է, տեսնում ես արդեն վերանորոգման մոտ ես։ Դու պետք է շատ ավելի շուտ զգուշացված լինես եւ մեզ պետք է հասկանանք, այդ որ զգուշացված չի տեղ ինչքան վթար ենք ունեցել, ինչքան զոհեր եւ ինչքան վիրավորներ ենք ունեցել։ Այս երկու հարցը, որը որ ձեզ է վերաբերում, ձեր ինստիտուտին, ձեր կառավարմանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, առաջի հարցի մասով ասեմ, որ վթարավտանգ հատվածների վերացման համակարգը մենք դեռևս շատ մեծ փորձ չունենք, նոր ենք սկսել դա ներդնել, բայց պատկերացնում ենք, որ էական ազդեցություն արդեն իրականացրած հատվածների մոնիտորինգից, ուսումնասիրությունից ստացել ենք փորձագիտական կարծիք, որ շատ դրական միտում է ունենում պատահարների կրճատմանը։ Ուստի վթարավտանգ հատվածները յուրաքանչյուր տարի այդ process-ը գույքագրման ու վերացման պետք է անցնեն, նաև մենք մի փոքր ավելի ժամանակ մեզ պետք է լինի շարունակաբար ստուգել ինչ ազդեցություն ունեցավ, քանի տոկոս ազդեց վթարների վրա, ունենք ընդհանուր միջազգային փորձագիտական կարծիք, որ մինչև 10% կարա ազդի, 15%, բայց մեր դեպքում արդեն իրականացրած վթարավտանգ հատվածների վերացումը շատ ավելի բարձր ցուցանիշ են ցույց տվել։ Այս աշխատանքը շարունակական ենք դարձնելու եւ ասեմ կարեւոր է, որ վերլուծական գործիք ենք ստեղծել, որի մասին պարոն Ջորոխյանը իր ելույթում կանադառնա մազծի օժանդակությամբ եւ ճանապարհային դեպարտամենտը միանալու է ներքին գործերի նախարարության պատահարների հաշվառման համակարգին եւ այնտեղ ստեղծած վերլուծական գործիքները մեզ հնարավորություն պետք է տան սև կետերը գույքագրել եւ տեսնել այդպիսի վթարավտանգ հատվածները նույնիսկ ավտոմատացված կերպով։ Այսինքն սա մի ամբողջ գործընթաց ենք մենք դարձնելու, կշարունակենք օրենսդրական կարգավորումները, կշարունակենք հետեւողական վերացնել, տալով նաեւ լրացուցիչ լուծումներ, բայց այս պահի դրությամբ պատասխանը այն է, որ դրական է եւ դրա համար մենք դարձեցինք այն որպես նոր ինստիտուտ, նոր համակարգ ճանապարհների ենթակառուցվածքի անվտանգության բարելավման հարցում եւ դրանք ավելացնեի, որ դրանք կնպաստի նաեւ այն մեծ դիագնոստիկան, որը ճանապարհային ցանցի համար որ պատրաստում ենք անել, այդ ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատումը, դա միջազգային մեծ հեղինակային ծրագիր է, այս տարի արդեն սկսել ենք կատարել, որոնք որ հենց այդ բորգություն ունեցող ռիսկերը պետք է բացահայտեն, մեզ էլ հնարավորություն տալ հենց այդ խնդրահարույց ու խոցելի հատվածներին ցուցաբերել հատուկ մոտեցում եւ ինժեներական միջամտություններ ըստ անհրաժեշտության անկախ նրանից ճանապարհը նորավարյա կանգնվե, ինչ վիճակում է, եթե կա խոցելի խնդրահարույց հատված, ռիսկային մենք նույնականացնում ենք ճանապարհը ռիսկային հատված ենք ստանում, այնտեղ անպայման ինժեներական հետազոտություն եւ միջամտություն պետք է կատարվի լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու միջոցով։ Երկրորդ հարցի հետ կապված իրականում
Խոսվեց մեծածավալ շինարական աշխատանքների մասին եւ կարիք կար նաեւ անդրադառնալ շինարարության փուլում առաջացող ճանապարհային անվտանգության խնդիրներին եւ քանի որ մենք շինարական աշխատանքները մեծամասամբ կատարում ենք երթևեկության չընդհատման պայմաններում փորձում ենք մեծացնել հսկողությունը այն պահանջների նկատմամբ որոնք վերաբերում են նախազգուշացնող նշանների տեղադրված լինելուն, տեղամասերը լուսազդանշային արկածով լապտեններով եւ կահավորված լինելու պահանջներին եւ այլն, նաև պայմանագրում տուգանքների համակարգ ենք ներառել այդ պայմանները չխախտելու համար ընդհանուր գնի 0.5%-ի չափով տուգանք ենք նախատեսել եւ ձեր դիտարկումները հաշվի կառնենք, որ դրանք ավելի շուտ դրանք ունեն իրենց ստանդարտներն ու նորմերը բնականաբար ինչ հեռավորության վրա պետք է տեղադրվի ինչ պայմաններում սա մեր հարցերից մեկն է փորձում ենք սա լավացնենք աշխատանքը այս պահին խիստ հսկողություն ենք իրականացնում բայց եւ այնպես շարունակելու ենք եւ այդ նկատառումը անպայման մենք հաշվի կառնենք երկրորդային ճանապարհների մասով նախազգուշացնող նշանների որոնք որ վերաբերում են բենզալցականների գազալցականի սնդի օբյեկտների կանգառներին իրականում դա այն մեծ համակարգային փոփոխություններ, որը ցանկանում ենք անել մեր ճանապարհային ենթակառուցվածքների հարակից հատվածների հետ կապված, որովհետև դրանք վերաբերում են նաև այդպիսի երկրորդային ուղիները կառուցելուն, դրանք այս պահին բավարար չեն, սկսել ենք ուսումնասիրությունները, նաև նախատեսում ենք նոր արդիականացվող ենթակառուցվածքների մասով, օրինակ հյուսիս-հարավով հանգստյան գոտիներ սահմանել ու այդպիսի մոտեցումները արդեն մենք ճանապարհը կառուցելուց վերակառուցելուց կառուցելու ենք, իսկ գոյություն ունեցող ցանցին մենք հիմա ուսումնասիրում ենք, փորձելու ենք լուծումներ առաջարկենք, խնդիրը մենք էլ ենք արձանագրել, բայց այս պահին վերջնական լուծումները դեռ չունենք, բայց խնդիրը կա։ Արկայա այդ հարցը առաջիկայում լուծումներ կստանա եւս։ Շնորհակալություն Տիկին Ղալեշյան, բայց ես առաջարկում եմ, քանի որ հարցերը շատ են, ռեգլամենտ սահմանենք 2 րոպե հարցի համար 3 րոպե պատասխան, եթե դեմ չեք։ Այո, իհարկե։ Եթե արձագանքի կարիք կա, խնդրեմ, պարոն Սիկես։ Նախ շնորհակալություն, բայց մի այսպիսի տեսակ է, որ մենք արտասահմանում բոլոր ճանապարհներին տեսնում ենք, բոլոր վթարավտանգ հատվածներում շատ զգուշացնող նշաններ կա։ Ուղղակի մարդը չի կարող այդ զգուշացնող նշանները, չգիտեմ ինչ վիճակում պետք է լինի, որ չզգա։ Որտեղ վթարավտանգ է, նշանները արդեն զգուշացնելով քեզ ուղեկցում են։ Լույսային, շատ լավ փակված է տամ եւ այդտեղ եթե մարդը ուզենա էլ սխալվի, այդ վթարների արդյունքում շատ չի վնասվի, որտեղ շատ է զգուշացվում։ Մարդը չի կարող, արդեն գալիս է այդ վթարավտանգ հատվածը, այնքան լույս է տեսնում, այնքան այդ ուղեցույց է տեսնում, որ չի կարող նա այլ կողմ գնալ։ Խոսքը սրա մասին է, եւ նույնն էլ այդ ոնց որ ասեցինք սննդի օբյեկտներ եւ այլ բենզին եւ մնացածը նույնպես մարդուն արդեն շատ շուտ զգուշացնում են, որ եթե քեզ բենզին է պետք, դու պետք է արդեն աճ գնաս։ Շնորհակալություն այսքանը։ Շնորհակալություն պարոն Սուքիասյան, մի բան էլ կարանք արձանագրենք եւ շատերս լինում են արտասահմանյան երկրներում եւ վթարներ չենք տեսնում։ Կամ արագ վերացնում են, խփեցին տանում են եւ ոչ թե ճանապարհները խցանման աղբյուր է դառնում, բայց որպես կանոն վթարներ չենք տեսնում։ Այդ դա արդյունք է այն ամբողջի, որի մասին ցանկանում ենք, որպեսզի մենք էլ ունենանք եւ օրենքների համապատասխան օրենքներ եւ կահավորանք եւ նաեւ մոտեցում ճանապարհային անվտանգության խնդիրների նկատմամբ։ Էդգար Ղազարյան, խնդրեմ։